Արտուր ջան, արի ստեղ կանգնի, վարորդներից էլ ով կա։ Վարորդներից ով եկեք որ ձեր խնդիրը։ Սաղատ եկեք հետև տղեկ ջան։ Եկեք տղեկ, եկեք ստեղ որ ձեր Վարորդներ եկեք բոլորը։ Հիմա մի բան է ասեմ, էլի, լրագրողներ ջան, լրագրողներն են, նայեք, վարորդները ինչքան վախեցած են, բլոկում են։ Չէ, հետո թող ասեն կանգնեն։ Օնլայն տաքսի կազմակերպությունը վարորդներին բլոկում է։ Լսում եք, ով որ պայքարում է, ով որ շարժումը անում է, պայքարում է, իրանց բլոկում է։ Նայեք, վարորդները հիմա վախեցած են, դաժե վախում են, որ իրանց չբլոկեն, կամերայի տակ Չերևան չբլոկեն։ Այդ այնց հատկությունները ունի, ու շատ մարդկանց է բլոկել։ Հավաքին պայքարողներին շատ մարդկանց բլոկել է։ Ես եթե կարելի է ժողովուրդ ջան, ինքը բռնում է սուտի պատճառը։ Արտուր ջան, Արտուր, մի րոպե։ Այն ամենաաշկի ընկնող, ով որ պայքարում է, ով որ ամենաշատ պայքարում է բանը, իրանց բլոկում է։ Ու անիմաց պատճառներ։ Ոնց ենք պայքարում, մենք 3 տարի, նայ, դուք չեք ձեր լրատվական միջոցներն էլ անգամ եկել 2 տարի առաջ ձորում, որ լրատվական միջոցներ եկել են, էլի եկել են լրատվական։ 2 տարի մենք շարունակ ամեն Արտուր ջան, եկեք մի ներկայացնենք, հետո բան կանենք, կանգնեք։ Ուրեմն նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել լրատվական միջոցներին, անչափ շնորհակալ։ Ժողովուրդ ջան, մի րոպե լրություն մի հատ ներկայացնեմ, ձեր պահանջը ես։ Նախ շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, լրատվական միջոցներին, որ ընդառաջ գնալով այս անարդարությանը այսօր եկել եք լուսաբանելու, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Տեսեք, մի քանի օր առաջ ինձ օնլայն տիրույթում գործող վարորդները դիմել էին, ներկայացրեցին խնդիրը, որը որ ես ընդունում եմ շատ անարդար, որտեղ որ գտնում եմ, որ նաեւ պետությունը չկա, իր գործառույթով պետությունը ընդհանրապես չկա։ Եվ ինչու՞մն է կայանում տրամաբանությունը։ Այսօր օնլայն տիրույթներում գործում են աշխատում են շուրջ 130,000 վարորդներ, որոնցից 40,000-ը ընդունեն կարող են լինել նույնիսկ մեր ոստիկանները ստեղ կանգնած, ովքեր աշխատանքի ժամից հետո իրիկունը տուն գնալուց մի հատ գործ են անում, որպեսզի իրենց օրվա հացը վաստակեն։ Մնացած ժողովրդի մեջից 40,000-ը նվազագույնը ամեն օր այս մարդիկ աշխատում են եւ իրենց ամսական վաստակածը 200,000 դրամից ավել է։ Դրա դիմաց այս մեր վարորդները, մեր շատ հարգելի է դա վարորդները, որոնք բոլորը կանգնած են այստեղ, ինչ են վճարում։ Տեսեք ինչա տեղի ունենում։ Նվազագույնը իրանք վճարում են 25-ից 31% տարբեր գումարներ։ Հիմա ես բացեմ ինչ գումարներ են իրանք վճարում։ Օրինակը վերցնենք Yandex-ինը, 16.5% նվազագույնը Yandex-ի մատուցած ծառայության արժեքն է, բայց իրականության մեջ այդ գումարը շատ ավելի շատ է, որովհետև այնտեղ ինքը մի քանի օպցիաներ է ավելացնում, որպեսզի պատվեր տա վարորդներին, այդ գումարը մեծանում է։ Դրանից հետո հաջորդ միջնորդը որ կա 2-ից 4% տաքսոպարկերն են, ովքեր գրանցում են այս աշխատողներին, աշխատում են իրանց հետ։ Դրանից հետո 4 կամ 5% պետությունը մարդկանց վրա տուրք է դրել, հասկանում եք, այսինքն վճար է դրել, որ մարդիկ վճարեն։ Եթե դու աշխատում ես կանխիկ 5%, անկանխիկը 4%։ Սա էլ մի հատ խնդիր կա, վարորդի մեղավորությունը որն է, որ օրինակի համար հաճախորդը կամ կանխիկ է վճարում կամ անկանխիկ է վճարում։ Ինքը չի, չէ՞, վճարումը կատարողը, որ այդ բեռը այդ մարդու վրա ես թողում դու լրացուցիչ։ Այսինքն ինչպես է կոչվում այդ գումարը 4-ից 5% որ վճարում են։ Չէ, դա պետ տուրք է կոչվում, դա պետ տուրք է կոչվում։ Տեսեք, հիմա վարորդների պահանջը ինչու՞մն է կայանում ամբողջությամբ։ Առաջինը այն, որ իրանց տոտալ իրավունքները ոտնահարվում է, եւ մեր երկրում չկա մի կառույց, կլինի մարդու իրավունքների պաշտպանը, կլինի կառավարությունը, կլինի ՏԿ-ը, որ կզբաղվի այս մոտ 100,000 աշխատող մարդկանց իրավունքներով։ Չկա նմանատիպ կառույց։ Երկրորդը որ կա, վարորդների պահանջը որ կա, ասում է ես վճարում եմ պետ տուրք, համարվում եմ աշխատող պետության ներսում, 200,000 դրամից ավել էլ ես վաստակում եմ, բայց ես չեմ համարվում աշխատող, վաղը թոշակ չեմ ստանա, ես այսօր գնում եմ բանկ վարկ ստանալու, ասում է դու չես աշխատում, դու գործազուրկ ես օրինակի համար, բայց փաստացի այս մարդը գրանցված է, տուրք էլ վճարում է, այսինքն այսի պետության կողմից ռեկետ է, եթե ռեկետ չի պետություն, բա դու այս վարորդներին ինչ ես հետ տալիս, սրա դիմաց դու իրանց ինչ ես հետ տալիս, այսինքն հիմա եթե հաջորդ կետել է դա, այսինքն պահանջը հետևյալն էր, առաջինը որպեսզի պետությունը օնլայն տիրույթում գործող այդ ընկերությունների շահույթը ուսումնասիրի, որտեղ ակնհայտ դիտարկվում է, որ մենաշնորհ դիրք ունեն մի քանի
քանի ընկերություն եւ դրանից հետո օգտվելով իրանք գեր շահույթներ են գեներացնում ի հաշիվ մեր վարորդների, ի հաշիվ մեր վարորդների։ Ասма սոված ծարավ խեղճու կրակ։ Միանշանակ, այսինքն Քնում են քնած վաղտես հաշիվներից սա գողնում տանում, քնածս վաղտեն էլա գողնում փողերները։ ու չկա մի կառույց, ով որ կպաշտպանի վարորդների իրավունքը, հասկանում եք։ Առաջի պահանջը, որպեսզի այդ on-line տիրույթում գործող տաքսի ծառայությունները, որ մատուցում են, իրենց տոկոսադրույքը իջեցնեն։ Երկրորդ կետը, որ կա, կարևորագույն կետը, վարորդները համարվեն իրենք գրանցված աշխատող, այն վարորդները, ովքեր օրական 10 ժամ ավտոմեքենա են վարում։ Այն վարորդները, ովքեր 200,000 դրամից ավել վաստակում են։ Այսինքն ստացվում է Մենք 16 ժամ ես շարունակեմ, այսինքն այդ մարդիկ համարվեն աշխատող։ Եվ երրորդը, այդքան որ հայտարարվում էր կառավարությունում, որ այն աշխատողը, որը 200,000 դրամից ավել աշխատավարձ է ստանում, պետք է համարվի առողջության համապարփակ ապահովության հիմնադրամի շահառու։ Ճիշտ է թե չէ, այսինքն անվճար այս մարդիկ բուժօգնություն ստանան։ Այս մարդիկ նաև զրկված են դրանից։ Այսինքն իրենք իրանց վաստակածից 25-ից մինչև 31% գումար են դուրս տալիս, այսինքն վճարում են, տաքսի ծառայություն կլինի, հարկային կլինի, մյուսը կլինի, դրա դիմաց մեր երկրում իրանք չկան, պետության համար այս մարդիկ չկան, ու մենք համարում ենք, որ անարդար է այսօր կազմակերպել ենք ստորագրահավաք, որի արդյունքում մարդիկ ստորագրեն, ստորագրահավաքը տևելու է 2 օր, այսինքն այսօր 2 ժամ է լինելու, մնացածը մարզերից շատ վարորդներ դիմել են, որ մենք կուղարկենք, այս բոլոր պահանջները կներկայացնենք կառավարությանը, որից հետո վարորդները իրենք արդեն ըստ կառավարության պատասխանի, եթե ընդառաջ չգնան վարորդները որոշել են, որ խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու, այսինքն իրաց Ինչ? Քանի մարդ ինչքան վարորդ որ գա, այսինքն դրա համար կապ չունի, մեկը կլինի, 10-ը կլինի, թե 1000-ը կլինի։ Այսօր սահմանված ինչ-որ թիվ կա, որ չկա։ Չկա տեն սահման, ուստի դրանից ելնելով առաջարկում եմ, որ առաջինը մեր ամենաակտիվ ուր գնաց։ Չէ, Արտուր դու չէիր, արի, մնոր կռիվ էր անում։ Ուր էր։ Այն որ գիշերը Ջայջը, մխո, եկեք։ Ուրեմն օրենսդրական ոչ մի եկեք նստեք Արտուր ջան, առաջինը ձեր անունը գրեք, ստորագրեք։ Ուրեմն կետեր կա, որ ներգրաված չի տեղ, այս նրբություններ կա, որ ներգրաված չի, որը որ անհրաժեշտություն է, իհարկե սարդը գսմաթա։ Որը ձևով ուսումնասիրի, ինքը իր պրոյեկտը, իր այդ Այո, հարցերի մեջ, բայց սկզբնական մեր պահանջը սա է, որը որ պետք է կատարվի։ Իսկ եթե չկատարվի, արդեն հետևություն թող կառավարությունը մտածի, ինչ կլինի, եթե մոտավորապես մի 100,000 հավաքվեցին հեղափոխություն էլա, բա որ 180-ը հավաքվեն։ այդեք, նայեք, ես նաև ուզում եմ մեր կին վարորդը միացել մեր այս ակցիային։ Եվ նաև դուք եք ձեր դժգոհությունն արտահայտեք։ անպայման բոլորս բերեք